նամակին ներփակ գից եկել է նաև դիվանապետ Արշակ Սրբազանի։ Ես իրեն պատասխանել եմ, սպասում եմ իր պատասխանի։ Հիմա դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք ցանոցագիրի մեջ ներկայացված հիմա պետք է հանձնեիք։ Ահա, բայց չենք հանձնում։ Չենք հանձնում։ Այո։ Ես ուղղակի ասում եմ, լսել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություններ չունենք։ Պետք է նաև մյուս բոլոր ձեր քահանայական պարտականությունները, որ ունեիք մինչև քահանա լինելը, Ես հիմա էլ քահանա եմ։ Եվ կարգալուծության մասին դուք լավ հստակ արել։ Ես մասին չուզում։ Կարգապահական մարմինը ոչ բոլոր անդամներն են անգամ ստորագրել։ Այո, խնդրում եմ մի ընդհատեք ինձ, դուք որպես քահանա այլևս որպես քահանա չեք կարող լինել այնտեղ, որտեղ պատշաճ է քահանաներին լինելու, այսինքն խորանի վրա, ատյանում, դասերում եւ ավանդատներում։ Մնացածը ձեր գործն է։ Ով է սա ոչ մեկ չի գնում։ Ինչա նշանակում ով է ասել, եղբայր, ինչա նշանակում ով է ասել։ Հիմա ես փոխանցում եմ։ Ում ասացնեք փոխանցում։ Ասեցի, չէ։ Դիվանատան։ Այո, դիվանատան։ Ես ասեմ չեմ ընդունում սա։ Ով տվել է։ Ես փոխանցեցի։ Հիմա գնացեք իմ խոսքը իրենց փոխանցեք։ Չեմ ընդունում։ Դուք հարգեք։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով որ էս թուղթ ուղարկել է։ Մենք վերջացրեցինք։ Դե որ վերջացրեցին գնացեք այստեղից։ Սպառնում եք դուք օծյալ քահանային։ Բա ինձ ով է սպառնում, որ պետք է այստեղից գնամ։ Ես էլ եմ օծված։ Իմ օծում ով է վերցրել։ Կներեք իմ օծումը։ Ես հիմա քահանաներին չորը մի րոպե։ Քահանաներին հարց եմ տալիս։ Իմ օծում ով է վերցրել։ Իմ օծում ով է վերցրել։ Ես ձեզ ասում եմ, այն ինչ որ իրանք ասում են, չեմ ընդունում։ Արի Այսուր ջան, դու էմոցիա ցույց մի տուր, ասեցիր, փոխանցեցիր, չեմ ընդունում։ Վերջ։ Պարոն Ասատրյանը, դուք պատերազմ եք հայտարարում եկեղեցու դեմ այս վարքագծով Դե հանգստացեք։ Դուք պատերազմ եք հայտարարում։ Ում։ Հայոց եկեղեցու Իսկ Մայրաթոր Սուրբ Էջմիածին Աստծո դեմ պատերազմ է հայտարարում։ Ոչ, ես Աստծո ծառա եմ ինձ համարում։ Դուք սադրիչներին ինչու եք հրավիրել ձեզ։ Ովքեր են սադրիչները։ Ուզում եք ասեք, այս մարդիկ սադրիչ են։ Դու ես։ Այս մարդիկ սադրիչ են։ Իսկ թվում է այստեղի միակ սադրիչը։ Այստեղի միակ սադրիչը։ Հանգստացեք։ Դուք քրիստոնյա եք, հա։ Մի գոռացեք, դուք ձեր գործը արեք։ Լսեք ուշադիր ինչ մի դատ։ Ձեզ կարող եմ չլսել։ Արի դու մեր ես իսկ գործ ունենի։